Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, գործարար ալիքի եթերում հարկեր турքեր կրքեր ՓՄԶ ասոցիացիայի հեղինակային հաղորդումն է։ Ես Հակոբ Աղաքյանն եմ, ՓՄԶ ասոցիացիայի նախագահ։ Այսօր մենք շատ հարգարժան հույր ունենք Հայկ Ազոֆանյան, ով նախկինում ասոցիացիայի խորհրդի անդամ էր, մեր համաժողովի պատվիրակ, տնտեսագետ, ու ասում եմ Հայկազը մեզ միշտ օգնում է իր պրոֆեսիոնալ թվերի վերլուծությամբ, ոչ միայն ինքը, այլ իր ղեկավարած կառույցները։ Ողջույն, պարոն Ֆանյան։ Ողջույն։ Շատ շնորհակալ եմ, որ տեղ գտաք ձեր բազմազբաղ գրաֆիկում։ Մանավանդ հիմա ուզում եմ մի փոքր խոսենք նախ մեր առօրյա խոսույթում ինքներդ էլ երևի տեսած կլինեք, որ շատացել է տնտեսական խոստումները, հաշվի առնելով, որ այս նախընտրական օրեր ենք ապրում։ Ես հասկանում եմ, որ տեսել եմ ձեր նաև պաշտոնական հայտարարությունը, որ ասում եք փորձում եմ զերծ մնալ, բայց փորձենք մենք մի քիչ ՓՄԶ տեսանկյունից ու շատ գնահատելի կլինի նաև ձեր կարծիքը, որ ծրագրիրն եք, որ համարում եք իրատեսական կամ ոչ։ Սկսենք այդտեղից, եթե դեմ չեք, ու անցնենք մեր մյուս հարցին։ Ես ուսումնասիրել եմ եւ ոչ քաղաքական ուժերի հայտարարությունները եւ փորձել եմ, եթե ինչ-որ գրավոր փաստաթուղթ կա, ինչ-որ միտեղ նաեւ գտնել, դա նայել։ Ակնհայտ է, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս ընտրությունների ժամանակ տնտեսական օրակարգը առաջին պլան է մղված։ Սա տարբեր գործոններով կարելի է բացատրել։ Ես կարծում եմ նաեւ նախորդ փորձն է հուսել մեր քաղաքական ուժերին, որ տնտեսական կողմին պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքական ուժերի, ես նաև դրանից հետո մի հրապարակում էի արել Ռեյգանին մեջ բերելով, որ բոլորը խոստանում են մեծ կառավարություն, մեծ նկատի ունեմ աշխատակազմ, մեծ ծրագրեր իրականացնեն եւ միաժամանակ լինեն փոքր տնտեսվարողների կողքին, այդպես չի լինում։ Եթե մի այտենց իրավիճակով նկարագրելու լինենք մի բառակապակցությամբ, այդ ֆրազը, որը ասել է Ռոնալդ Ռեյգանը, կարելի է մեր նախընտրական տնտեսական ծրագրերը այդ ֆրազայով մեկնաբանել։ Ասել, որ սուտ եք ասում, այդպես չի լինում։ Ես կարծում եմ առանց սուտ կարող եք կոպիտ եմ ասում, իրատեսական չեք ասում։ Իրատեսակը շատ դեպքերում առանց հստակեցնելու կոնկրետ խաղացողների կողմից հնչեցված ծրագրեր ինձ համար ակնհայտ է, որ շատ դեպքերում դրանք անիրատեսական են, շատ դեպքերում ակնհայտ է, որ ուղղված է կոնկրետ թիրախային լսարանի քվեն շարելուն, ինչը վատ չի որպես այդպեսին, բայց երկրորդ ասպեկտն է առաջանում ինչ արժի, հա, այդ գործողությունը անելը ինչ արժի պետության վրա, եթե պայմանական դրա համար մենք պետք է տանք մի 120-ից 150 միլիարդ դրամ տարեկան, արդյոք դա պետք է, սա պետք է մի հատ դիտարկել։ Կոնկրետ այդ խմբի համար բնականաբար իրանք շատ երջանիկ կլինեն, բայց եթե պետության առումով ենք նայում, եւ եթե ընտրում ենք այդ պետական բյուջեն բոլորիս կողմից հավաքված գումարն է եւ պետության նպատակների համար պետք է ծառայի, կոնկրետ խմբին հատկացնելը դա խնդրահարույց է, որը պետք է դիտարկել։ Շատ լավ, պարոն Ֆանյան, նայեք, այդտեղ իրականում ձեր խոսքում էլ ասեք, ես էլ վերջերս հարցազրույցներից մեկում ասել եմ, որ իրականում շատ լավ է, որ այս նախընտրական process-ում բոլորը ՓՄԶ-ին հիշում են։ Միևնույն ժամանակ շեշտում եմ, որ նաև գործող իշխանությունն է տեղ տվել, որ ավելի շատ հիշեն, այդ իմ գնահատականն է, կարող համաձայն չլինեք, ի նկատի ունենալով, որ վերջին 4-5 տարիների ընթացքում ՓՄԶ-ամետ արված քաղաքականությունները տենց ակնառու չեն ու տեսանելի չեն, հա։ Մենք կարող ենք տենց տարբեր գիտեք հանդիպումների, մենք նաև խորհրդի աշխատանքներում այդ հարցը բարձրացնում ենք, մասնավորապես ասենք օրինակ ՓՄԶ զարգացման կառույցի փակմանը, դրա փոխարեն այլ կառույց չլինել եւ այլն, այսինքն պատասխանատուն, ով որ հիմա է գործող իշխանության, արդեն 21 թվից մինչև հիմա, իրենք բավարար չափով բան չեն արել եւ դրա համար հակառակ կողմը փորձում է դա օգտագործել։ Ես ոնց որ թե դուք էլ համարում եք, որ դա նորմալ է։ Ուրիշ հարցը դրա իրատեսականությունն ու արդյունավետությունը։ Ճիշտ եմ, տենց մեկնաբանում։ Ճիշտ եք մեկնաբանում, դուք նաեւ ձեր խոսքում նշեցիք ՓՄԶ զարգացման կառույցի մասին, օգտվելով առիթից թույլ տվեք նաև դրա կարևորության մասին խոսել։ Ես մենք այդտեղ բանավեճ ունենք, բայց կարող ենք նաև մեր հարթակում արձանագրենք։ Բանավեճ ունենք նաև այստեղ, հա, մեր ունկնդիրների համար արձանագրենք։ Հա, ես երկու բառով ասեմ, որ մեր մոտեցումը խորհրդի աշխատանքներում մենք ներկայացնում ենք, որ
նորից պետք է վերականգնվի ՓՄԶ զարգացման ազգային կենտրոնի անունը իմ համար էական չէ, այսինքն պետական կառույցը, պարոն Ֆանյանը ասում է, որ ավելի լավ է դա այսօրվա գործող ներդրումների աջակցման կենտրոնի կազմում լինի առանձին բան, ընդհանուր առմամբ գոնե լավ որ երկուսս էլ ֆիքսում ենք, որ դրա փակելը առնվազն այսօր մեր ցույց է տալիս, որ դա ճիշտ չէր, ընդ որում կհիշեք մենք նաև OECD-ի SME Policy Index-ի Հայաստանի վերաբերող զեկույցում դրան անդրադարձ կար եւ դա էր պատճառներից մեկը, որ նախորդ ՓՄԶ զարգացման ռազմավարությունը չի կատարվել, բայց այստեղ մենք բանավեճ ունենք։ Պարոն Ֆանյան, խնդրեմ ձեր կարծիքը, ու մենք պայմանավորվել ենք, որ հետո տեսնենք ոնց կլինի ու նայենք դրա արդյունքները։ Այո, նաև այս հարցազրույցը առիթ կհանդիսանա, այս ոդքասթը, հա, նաև այս հարթակում էլ ֆիքսենք։ Իմ դիրքորոշումը կայանում են նրան, որ բնականաբար ՊՄԶ զարգացման ծրագրի իրականացմամբ զբաղվող կառույց պետք է, սա քննարկման առարկա չի կարող։ Գոնե էլ ֆիքսեք, որ դուք էլ եք ընդունում, որ փակելը դրա սխալ որոշում է։ Որ սխալ որոշում էր այդ կառույցի փակելը։ Կարող էր կառույցը արդիականացվել, մոտեցումներ փոխվել, չգիտեմ, բայց ընդհանուր այդ ֆունկցիայի չիրականացումը խնդրահարույց է եւ մենք նաեւ տեսնում ենք, որ ռազմավարությունը, որ նախորդին ընդունվել էր, այդ կառույցի բացակայության պատճառով տեսանք, թե ինչ ունեցավ։ Ինչու եմ ես կարծում, որ պետքա նույն հովանոցի տակ հավաքվեն ներդրումների արտանման եւ ՊՄԶ զբաղվող կառույցները։ Մի քանի պատճառներով։ Առաջինը պետք չէ նոր հեծանիվ ստեղծել։ Մեր նման շատ երկրներում, այդ թվում օրինակ Էստոնիայում, այդ թվում նաեւ Վրաստանում նույն կառույցի շրջանակում է իրականացում այդ ֆունկցիաները։ Երկրորդ, եթե մենք խոսում ենք գործառույթների մասին, կա օժանդակող մի շարք գործառույթներ, օրինակ մարքեթինգին ուղղված, PR-ին ուղղված, կազմակերպչական բնույթի գործառույթներ, որ կրկնվում են, եւ այս առումով նույն կառույցի կողմից եթե իրականացվեն այդ ֆունկցիաները, մենք ունենանք որոշակի սիներգետիկ արդյունքներ եւ նաեւ ծախսերի տնտեսում։ Ես կարծում եմ, որ Enterprise Armenia-ի կառուցվածքում պետք է լինի առանձին տնօրինություն, առանձին տնօրենով, որը կզբաղվի ՊՄԶ հարցերով ավելի, այսպես ասած, նմանապես ներդրումների գծով կլինի առանձին տնօրեն, արտանման գծով կլինի առանձին տնօրեն, բայց այն օժանդակող ֆունկցիաները, հաշվապահություն, մարքեթինգ, հասարակայնության հետ կապեր եւ այլն հնարավոր է համատեղել իրենց վարչական ծախսերը, այսպես իրենց վարչական ծախսերը նվազեցնել։ Հաճախ մեր նայեք, մենք ուսումնասիրել ենք տարբեր կառույցների գործունեությունը Հայաստանում այլ առիթներով, մենք տեսնում ենք, որ երբեմն վարչական ծախսերը ավելի, օրինակ եթե վարչական ծախսը կազմում է 30% եւ այդ կառույցի ֆինանսավորման 70%-ն է ծրագրային, հա, ծախս համարում, մնացածը վարչական է, բնականաբար մենք այդտեղ խնդիր ունենք։ Միջազգային փորձը նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների դեպքում դա 10-12%-ն է, ոչ ավելի։ Հասկացա։ Հետևաբար այս առումով մենք պետքա նաեւ խնդիրը այդ կտրվածքով նայենք, հա, որովհետեւ ասեմ ձեզ, առանձին կառույցի ստեղծումը միշտ հարվածի տակ է դնելու այդ կառույցի գործունեությունը։ Եվ իշխանությունները ինչ որ մի փուլի երբ որ փոփոխվեն, բնականաբար գալու է նոր իշխանություն ու դա դնելու հարցականի տակ։ Այդ համաձայն եմ, պարոն Ֆանյան, բայց այդ վերջի ասածից որ գամ, ես էլ իմ փորձում կարճ դրան հետ իմ կարծիքը ասեմ, 2002 թվականից հիշում եք մեր գործընկերը Արամը, որ բերեց օրինակ նաև բանի, ԵԻՖ-ը, որ իրար հետ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը իրար հետ են ստեղծվել էլ 2002-ին ու փառքաստու որ այդ հիմնադրամի բանը փակման հարցը չի դրվել ու այսօր էլի որ նայենք էլի չեմ գնահատականներ չեմ տալի ոչ Զաքի ոչ բան ընդ որում ասեմ որ այն ժամանակ էլի մենք որպես կառույց շատ պահանջատեր էինք ավելին էինք ուզում այդ կառույցից էլ ես ամենևին չեմ ասում որ այդ կառույցի իդեալական գործում էր շտկել այդտեղ համաձայն եմ ձեր հետ որ արդիականացման բան կա բայց վերջի ձեր ասածից որ ասում եք հարվածի տակ դա ես պարզապես ոչ միայն այդ այլ բոլոր մանսերով ասում եմ որ դա քաղաքական կամքի ու ընդհանուր որոշման հարց է լրիվ նույն զուգահեռներով էլի կարող եմ ասել ավելի մեծ բան պատկեր ու գերատեսչություն գյուղատնտեսության նախարարությունը օրինակ միացնել է կամքային նախարարության եւ դրան զուգահեռ ասենք ՏՏ նախարարություն բացել ցավոք սրտի այսօր ոչ մեկ դրա արդյունավետություն չի գնահատել էլի ընդ որում կներեք ես կամքային նախարարությունը ներսից էլ ոնց որ ասում առիթ ունեցել եմ տեսնեմ ՏՏ-ի են ոչ են ռազմ եւ այլն այդ մասը եթե առանձնացնենք նախարարության էլ դա անում էր կամքային նախարարությունը ընդամենը մի վարչություն
այսինքն այդ գործառույթը էլի նենց որ այդտեղ էլ ուզում ասեմ քաղաքական կամքի հարց է, որը ցավոք սրտի այսօր օրինակ մենք երկուսով քննարկենք կամ ավելի լուրջ փորձագիտական խմբում որ դա քննարկենք, սեղան պետք է դրված լինի դրա արդյունավետության գնահատումը, էլի, ինչն էր ճիշտ, այնի փակել, սա նորը ստեղծել, թե հակառակը պահել, ընդ որում ասում են, որ ֆունկցիոնալ է սա։ Ինչ վերաբերում է առանձին կառույցի ուման, հենց քիչ առաջ մեր հանդիպումից առաջ էլի մի միջոցառման էլի միջազգային կառույցների կողմից կազմակերպված կանանց ձեռներության զարգացման, այնպես էր ստացվել, որ սեղանի շուրջ մեծ մասը հենց մարզային բաներ էին, կինձեռներեցներ էին, դուք չեք պատկերացնում ինչպիսի հարցեր էր նշվում, այսինքն Երևանի առնվազն չեմ ասում իմ կամ ավելի բարձր փորձագիտական համայնքի Երևանի սովորական ՓՄԶ-ն այդ հարցը չի տալիս էլի, ասեմ այնքան իրազեկվածության, ասենք պարզագույն բան ու երբ որ մարդկանց ասում ես հիշում եք դուք մարզային օրինակ ունեցնում եք հավանց չէ, ասենք գնում ենք գոնե գիտենք որ այդ կառույցը կա, գնում ենք այս հարցը տալիս ենք։ Այսինքն այդ բևեռացումը հիմա ավելի է շատացել, որ մանավանդ մարզայինները, որ կոպիտ եմ ասում, էլի մնացել են մենակ ու այդ բանը չկա, էլի։ Ու համաձայն եմ ձեր հետ այն մասով, որովհետև վարչական ռեսուրսի ու բանի հարց կա, այդ էլ իմ կարծիքով կհիշեք լուծումներից մեկը նույն ռազմավարության կազմող մեր ընկերները որ ասում են դա outsource-ի վրա անելու դեպքում կարար դա էլի կրճատվեր, բայց հենց հատուկ վերաբերմունք ցույց տալ ՓՄԶ-ի մանավանդ որ այսօր մեր պատկերը ցույց է տալիս որ այդքան էլ լավ վիճակում չի, թե կազմակերպայրավական ձևով, թե այլն, բան, ասենք ակնհայտ է էլի որ անհրաժեշտ է իրան հատուկ վերաբերմունք են։ Ու մի հարց էլ կհիշեք որ էլի քննարկում ենք հենց ՆԱԿ-ի տնօրինության հետ, որ ֆոկուսի հարց է, էլի, այսինքն ներդրումների մասն էլ տենց չի փայլում Հայաստան իր ցուցանիշներով, մանավանդ օտարերկրյա ուղղակի ներդրումներով եւ այլն, այսինքն այդտեղ ֆոկուսի հարց կա, ընդեղի հարց։ Ու մի հատ էլ հարց ձեզ եմ տալի, եթե նույնիսկ ձեր ասածով լինի, այս ձևով ՆԱԿ-ի կառավարումը, այսինքն հոգաբարձուների խորհրդի եւ այլն ներկայացվածությունը, որտեղ հենց բիզնեսի ներկայացվածություն չկա, նորմալ է համարում թե ոչ։ Ես կարծում նախ թվեք մի անդրադարձ կատարեմ ձեռնարկատվության ինկուբատորի հիմնադրամին, իրականում շատ լավ օրինակ բերեցիք զուգահեռները։ Այս հիշեցի որ խորհրդում էլ այդ բերել։ Իրականում խնդիրը կախված է անհատներից։ Ցավոք սրտի ճիշտ է ասում։ Մենք այնպեսի երկրում ենք ապրում, որ անհատները մեծ նշանակություն ունեն։ Համաձայն։ Եվ երկրորդ հարցը ըստ էության կարողացավ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը զատվել պետությունից, իրանք հիմա լրիվ մասնավոր անձանցով ներկայացված խորհուրդ ունեն եւ ինքնաֆինանսավորվող մեխանիզմներ ունեն, սերտ համագործակցում են միջազգային դոնորների հետ ծրագրերով եւ կարողանում են ըստ էության իրենց դիրքը պահել եւ բավականին լուրջ դերակատարում ունենալ իրենց ոլորտում։ ՓՄԶ-ի դեպքում բնականաբար ինքն է որոշակի սահմանափակումներ ունի, այսինքն նույնիսկ լավագույն կառավարիչից հնարավոր չէ ակնկալել այն, ինչ ՏՏ ոլորտում հնարավոր է ակնկալել, բայց այդուհանդերձ պետք է նաև ֆիքսենք, որ այո, այդ ոլորտում եթե մոտեցումը քիչ այլ լիներ, ես վստահ եմ այդ կառույցը կպահպանվեր։ Մենք այսօր պետական կառավարման համակարգում շատ կառույցներ ունենք, էլի որ այդ անձի բարեխիղճ, ղեկավարի բարեխիղճ աշխատանքի արդյունքով են, որ նրանք պահպանվում են իրենց գործունեությունը շարունակում։ Կամ լավ արդյունքներ են ցույց տալիս։ Ինչ վերաբերում է կառավարման մոդելին, բնականաբար ես կողմ եմ, որպեսզի մասնավոր ներգրավվածություն լինի։ Դա կլինի advisory board, առանձին, այսպես ասած, կառույցի տեսքով, այսինքն կլինի board, որը պետական, եթե մենք խոսում ենք implementing agency-ի մասին, շատ լավ թող լինի արտգործնախարարի մնացած ոնց որ գործադիր իշխանության ներկայացուցիչներից բաղկացած ոնց որ հոգաբարձուների խորհուրդ, որը կզբաղվի ավելի, բարձր մակարդակի հարցերով կան երկու եղանակ, կամ պետք է այդ նույն մարմնում որոշակի մասնավոր հատվածի ներկայացվածություն լինի, սա մի մոտեցումն է, կամ լինի խորհրդատվական առանձին, ոչ թե հոգաբարձուների խորհուրդ, լինի խորհրդատվական առանձին խորհուրդ, որը բաղկացած կլինի բացառապես այսպես ասած մասնավոր ոլորտի ներկայացուցիչներից եւ նրանց այսպես ասած խոսքը անդադ ղեկավար մարմնին այդ կառույցի լսելի կլինի, բայց բնականաբար եւ հակակշռելու համար ինձ թվում է կարեւոր է որ որոշումների որոշ շրջանակ տրվի նաեւ այդ անկախ այսինքն բիզնես շահերը ներկայացնող կառույցներին էլ
Դա կարելի է քննարկել, բնականաբար այդ մոտեցումը ես այս բան չեմ կարող ձեր հարցին ոնց որ պատասխանել, որովհետև հարցը պետք է թեորետիկ բան են քննարկում, տեսական հարց եք բարձրացնում, ես կարծում եմ, որ այո, մասնավոր հատվածը ինչ որ ֆորմատով պետք է ներկայացված լինի, դրան միանշանակ կողմ։ Շատ լավ, գանք մեր էլի առաջից բարձրացրած հարցին տնտեսական խոստումներ ու ես հիշում եմ, որ այդ բանաճվեջն էլ եղավ նաև տարբեր հարթակներում դուք եք հրավիրված ու ստեղ էլի այդ բանի բանաճվեջ եղավ էլի իրականում հիմա մեր երկրում տնտեսական աճ եղել է թե չէ, ես նկատի չունեմ պաշտոնական թվերը, որտեվ ես հիշում եմ դուք էլ հայտարարեցիք եղել է այսքանը եւ այլն էլի հիմա դրա կառուցվածքը էլի ոնց ասեմ իրական մեր ՓՄԶ-ի կյանքում ու սովորական քաղաքացու կյանքում թվում է թե տրիվիալ հարց եմ տալիս, բայց սա անընդհատ կա։ Թվում է թե թվերով մենք արդեն մի քանի տարի է այդպես շատ լավ տնտեսական աճ ենք գրանցում, իրար հետևողական, բայց դա այնպիսի աճ է, որը մենք այսպես ներառական մեր վրա ազգում ենք, թե փոքր բիզնեսը, թե սովորական քաղաքացին եւ այլն։ Եթե վերցնենք օրինակ 2021 թվականից ընկած ժամանակահատվածը, հա, COVID-ի հետ COVID-ը ու պատերազմը։ Ես կարծում եմ, որ մենք այո մեր երկրում կա ռեալ տնտեսական աճ, այսինքն տնտեսական աճ, որը զգում են տարբեր խմբեր, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, այդ բաշխումը այլ հարց է, որ մենք կարանք քննարկենք, բայց բաշխման առումով էլ մեր մոտ դրական տենդենսներ եղել է, ես նկատում եմ ջինի գործակիցը, հա։ Ինչ վերաբերում է ավելի մանրամասն, իրականում վերջի տարիներին մեր մոտ եղել է բավականին լուրջ տրանսֆորմացիաներ տնտեսության մեջ։ Առաջին օրինակ ֆինանսական ոլորտը, որ մեր մոտ արտահանելի հատված չէր տնտեսության, մենք, այսպես ասած, ներքին սպասարկման շրջանակում ենք դիտարկում, իրենք հիմա իրականում դառել է բավականին լուրջ արտահանելի հատված տնտեսության։ Իսկ ֆինանսական ոլորտը նաև դրսի համար ծառայություններ է մատուցում։ Այո, ֆինանսական ոլորտը նաև դրսի համար ծառայություններ է մատուցում եւ այդ ծառայությունները այլ հարց է, որ ֆինանսական ոլորտում կապիտալը կենտրոնացած է սահմանափակ թվով անձանց ձեռքում եւ այն շահույթները, որը մենք տեսնում ենք, վերջում ալի սահմանափակ թվով անձանց է հասնում, բայց նույն ավելացված արժեքի մի այլ կարևոր կտոր, օրինակ աշխատավարձը մենք տեսնում ենք բավականին աճ այդ ոլորտում, իհարկե եւ խոշոր նկատի ունեմ այսպես ասած այդ ոլորտի աշխատավարձը։ Այո, մենք տեսնում ենք, իհարկե կա նաեւ այդ աճի մասամբ պայմանավորված է, որ top management-ը ստանում է բարձր աշխատավարձեր, ընդհանուր միջինը բարձրանում է, բայց նաև հա մեր ընդհանուր դիտարկումներով կարող ենք ասել այդ ոլորտում աշխատավարձերի աճի տենդենս կա։ Այդ ոլորտը օրինակ սկսել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը մեծ ուշադրություն դարձնել ֆինթեքի զարգացմանը։ Սա վերջի, եթե տարիների, այսպես ասած, տնտեսական աճին գնահատական տանք, այդ կասենք։ Երկրորդը շինարարության ոլորտը մենք ունեինք 2000-ականների երկրորդ կեսին շատ մեծ մասնաբաժին էր ունեցել, հիմա էլ մենք տեսնում ենք եւ նաեւ տնտեսական աճի նպաստումները, որ նայում ենք, առաջատար դիրքերում է գտնում շինարարության ոլորտը։ Մյուս մեծ խումբը առևտուրն ու ծառայություններն են, այդ մասով բայց մենք արդյունաբերության ու գյուղատնտեսության մասով տենց լավ արդյունքներ չունենք։ Նայեք, գյուղատնտեսության մասով, քանի որ մեր տնտեսության այլ ոլորտները ավելի արագ տեմպերով են աճում, քան թե գյուղատնտեսությունը, բնականաբար գյուղատնտեսության մասնաբաժինը նվազել է։ Եթե համեմատության մեջ մենք որոշ տարիներ ունեցել ենք նաև գյուղատնտեսության համախառնավորված արժեքի նվազում, հա, այդ ոլորտի բանով նվազում, բայց հիմնական պատճառը ոչ թե իր նվազելն է, այլ մնացած ոլորտները ավելի արագ տեմպերով են աճել։ Նույնը վերաբերում է մշակութաբերությանը։ Մեր ծառայությունների ոլորտը, հա, նկատեմ ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ, փոխադրումներ, հյուրանոցային, հա, ոլորտը, հանրային սնունդ, կաթության կազմակերպում, ես դա նկատի ունեմ, ավելի արագ աճել, քան թե մշակութաբերությունը։ Սա համաշխարհային տենդենսներ են։ Շատ լավ, բան ֆայն, բայց այդ եթե տենց նայենք որպես ոնց ասեմ, կայուն եւ երկրի իրական տնտեսության վրա աճ, դրանք այն ոլորտները չեն, չէ, որ այսպես ասած, ոնց ասեմ, այդ բանից աճից ներքև մնում է ու մեր մոտ ավելի ուժեղանում է տնտեսությունը։
Բան ավակեն, մատ այս մոտեցումը ես որ ասում եմ, մենակ ես չեմ կիսում, նաև շատ համաշխարհային տնտեսական։ Կներեք անունը չտամ, բայց մեր հարթակում էլի շատ հայտնի նախկին պաշտոնյա եւ հիմա էլ կարող եմ ասել հայտնի մասնագետ, այդ օրինակ հնայի աճի մասով օրինակ մի հատ հետարքիր արտահայտություն արեց, կարող բառացի բան չէ, որ շատ դեպքերում տենց նմանատիպ աճից օգտվում են ոչ բաները, էլի փոքրերն ու մասնավորապես քաղաքացիները։ Նկատներ մեր այս ձևի աճից էլ։ Ես եթե կարելի է մի հատ անդրադարձ կատարեմ ծառայությունների ոլորտի, հա, աճը ինչքանով է նպատակար մարդը չէ, որ նայում ենք համաշխարհային տնտեսությունը, աշխարհում շատ քիչ երկրներ կան, որ իրենց մոտ առաջատար տանող, այսպես ասած, ոլորտը արդյունաբերությունը։ Նու Չինաստան, Վիետնամ, սենց բացառություններ, հա, մենք անենք, ասենք նայենք, չգիտեմ, մեր նման համանման երկրներ։ Եվ առհասարակ համաշխարհային տնտեսության մեջ ավելի ու ավելի մեծ կոմպոնենտ է իրենց զբաղեցնում ծառայությունների ոլորտը։ Սա Հայաստանի խնդիր չի, ամբողջ աշխարհում այդ խնդիրը։ Ես ինքս այդ համաձայն եմ, դա չեմ դիճում, բայց եւ նկատի ունեմ այդ կառուցվածքը, որը մենք ունենք, ինքը նաեւ համաշխարհային տենդենսներով է պայմանավորված։ Այդ տենդենսի հետ ուզում ասեմ համաձայն եմ, բայց կան մինիմալ բաներ, կներեք, որ էլի ընդհատեցի չնայած բաներ, որ կան ոլորտներ, որոնք այն նույն գյուղատնտեսության, սննդի վերամշակման, որոնք ես անկախ ինձանից կապում եմ նաև պարանային անվտանգության հետ։ Կան ոլորտներ, որոնք ավելի մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ են թույլ տալիս, որպեսզի մյուսներն էլ անեն, էլ ես էդի նկատի ունեմ։ Պարոն Ավակյան, վերջերս ես պարանային անվտանգության մասին խոսեցիք, վերջերս ՖԱՕ-ի կազմակերպած միջոցառմանն էին ներկա։ Կար շատ հարգելի նախկին պաշտոնյա գյուղատնտեսության շատ բան մասնագետ։ Մենք քննարկում էինք ու էլի մարդիկ կային, որ տեսակետ ունեին, որ դե ծորեն պետքա ցանային անկախնայից ոնց որ վնասը, թե վնաս չի օգուտա, թե օգուտ չի բերում եւ այլն անվտանգության խնդիր է։ Ես լինելով տարիքով ավելի երիտասարդ միշտ նմանատիպ մանավանդ միջավայրում մի քիչ զերծ ես մնում, հա, ավելի sense կտրուկ տարբերվող կարծիք արտահայտելու, որովհետեւ առաջի թիրախը ոնց որ դառնալու ես, որ եսով այս երիտասարդը եկել մեզ սովորացնա թե ինչ պետք է անձի վրա են կենտրոնում, ոչ թե ասացի, հա, այդ մեծ խնդիրն է։ Այդ շատ հարգարժան մասնագետ է, ուղղակի անունը չտամ, փակ քննարկում էր զուտ պատճառով։ Ասես ընկերներ, եթե պարանային անվտանգության հարց լուծելու ոնց որ խնդիրը մեր դա է, եք մտածում որ դա է միակ լուծման տարբերակը, հա։ Մենք բոլորս ընդունում ենք այդ խնդրի գոյությունը, եկեք մտածենք լուծման ամենաօպտիմալ տարբերակի մասին։ Եվ ես ասես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ամեն ինչ բռնենք, ցորեն ցանենք, դա օպտիմալ տարբերակը չի լուծման, էլի, հետեւաբար եկեք մեզ չկաղապարենք այդ այսպես ասած օպտիմալ մեր համար օպտիմալ լուծումներով եւ ավելի բաց լինենք դիտարկելու Ես համաձայն եմ, այսինքն ռուսերեն ասեմ, в рамках разумного, էլի։ Բնականաբար ասենք, այդ ամեն ինչը պետք է ես ուզում եմ ասեմ, որ մի անգամ այն կիսում եմ այդ Գաբ ես էի ուզում ասել, այն կա դեպքեր չէ, որ թվում է թե միտքը ես պետք է ասեի, բայց ավելի լավ եղավ, որ այդպես հնչեց։ Հիմա ձեր մյուս հարցին, որ նայում ենք, թե ով է ավելի շատ շահել, ով ավելի քիչ, բնականաբար դրա ամենալավագույն ցուցիչը ընդհանուր, եթե նայում ենք, եթե անհատական չքննարկենք, հա, ասենք, այսինչ բանկի, որ միակ սեփականատեր ունի այսքան միլիարդ դրամ, այս տարբերակը պետք է նայել Ջինի գործակիցը, ասում եմ, մեզնից ավելի խելոքները, մեզնից ավելի շուտ այդ բանը մտածել են, այսինքն նայում է թե այդ բարեկեցությունը որ ստեղծվել է, ինչպես է բաշխվում։ Եվ մենք տեսնում ենք, օրինակ 25 թվականի վերաբերյալ տվյալներ չկան, բայց նախորդին մենք նույնիսկ հրապարակել ենք, մենք մեր հարևան երկրների համեմատ նույնիսկ ավելի դրական վիճակում են գտնվում։ Սա է այն պատկերը, որով հա պետք է մենք նայենք։ Հիմա մենք բոլորս կհիշենք, որ չգիտեմ մարդիկ, որոնք միլիարդավոր դրամների շահույթ են ստացել, դիվիդենդ են ստացել եւ մարդիկ, որ օրվա հացի խնդիր ունեն լուծելու։ Իհարկե, դեպքերը կան։ Միշտ այնց բանա, ոնց ասեմ, ջղայնացնող է առնվազն փոքր բիզնեսի համար, որ օրինակ հնչում է բանկային ոլորտը, որ արդեն երկրորդ տարին չէ, իրար հետևից 300 միլիարդ, այս տարին է 400 միլիարդ մոտավորապես։ Գիտեք, իրենց եկամուտների մի զգալի մասը, ես իրական բանկային ոլորտում ես ինքս համաձայն եմ, որ իրոք կան իրավիճակներ, ես ինքս էլ գիտեք ներկայացնում փոքր եւ միջին ձեռնարկություն նաեւ,
ամեն ինչից զատ մենք էլ ամեն անգամ բանկային փոխանցումների դեպքում, չգիտեմ, գումարներ ստանալու այդ դեպքում արխիվները սպասարկելու եւ այլն մեկ-մեկ տեսնում ենք այնպիսի միջնորդավճարներ, որ մեզ խնդրահարույց է թվում, բայց դրա լուծումը այլ եղանակով պետք է փորձել հասկանալ ինչու է այդպես ստացվել, եթե այդպես չէ, փորձել մրցակցային կոմպոնենտներ դնել։ Օրինակ ինձ համար շատ այսպես ասած ողջունելի է, որ վերջին տարիներին շատ միջին կազմակերպություններ սկսել են պարտատոմսեր թողարկել։ Եվ այս միջին ինքնուրույն են լուծում իրենց այժմ ֆինանսների հարցեր։ Ճիշտ է, մեծ մասը հաճախ նույն բանկերն են ձեռք բերում այդ պարտատոմսերի, բայց գոնե մենք տեսնում ենք լրացուցիչ կապուներ, որ այն մարդիկ, որ ունեն խնայողություններ, կարող են ֆորմալ դաշտում ֆինանսավորել, բայց տեսեք, լավ է, էլի շատ լավ օրինակ բերեցիք, ու ես հիմա ասում եմ, բառ չունեմ բանի հետ, այդ ջինի գործակցի եւ այլն այդ մասը այդտեղ չեմ մտնում։ Հիմա ես իրական հատվածից մի օրինակ եմ ուզում բերեմ եւ հարց էլի տամ։ Ընդ որում ես վերջերս տեսա բանում առցանց տիրույթում էլ այդ հարցը սկսեցին բարձրացնել։ Օրինակ իրական հատվածում ես հիմա տարբեր տենց փմցների հետ շփվելուց տեսնում եմ, որ այդ խնդիրը արձանագրում են, գրիդրական պարտքի կուտակում կա։ Այսինքն տենց նենց ինչ-որ շղթա է, որ ես քեզ եմ պարտու, ինձ էս պարտքը տենց ինչ-որ ուռած է, էլի, հա, թույլ տվեք այդ բառով ասեմ։ Առաջինը, որ ես տենց մի երկու դեպքով նայում եմ, տեսնում եմ, որ cash flow-ի պակաս կա, այսինքն տենց ստացվում է, որ ամեն ինչ լավ է, շրջանառությունը հարկային ցուցանք տալիվան, բայց ինչ որ ինքը բան է, քիչ է, էլի, շրջանառությունը։ Այդ ես կապում եմ նաև բանկային, ոչ միայն բանկային, ֆինանսական սեկտորի, դա կլինի էլի այլ պետական աջակցության ծրագրերով, այսինքն ֆինանսական սեկտորի իրական ֆինանսական հոսքերի պակաս տնտեսությունում։ Այն կտորի հետ ես համաձայն եմ, որ ասենք ինչ-որ բաներ կա, որ իրանք կարողացել են նաև արտաքին գործոնների հետ կապված, չէ, բանկայինը հիշում եք միանգամից աճ եղավ հենց ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Այսինքն ներևում էր, որ այդտեղ ինչ-որ սերվիսներ outsource ոնց որ դուք էլ ասացիք ձեր խոսքում, այտենց իրանք գնաց շղթան, բայց երբ որ օրինակներ են բերում, ասում են, այսքան ավանդ կա դրված բանկում, այսքան վարկ կա տրված, ես էլ բան օրինակ եմ բերում, որ իրական տնտեսությունում ինչ որ փողի զանգվածի պակաս կա, ու մի դեպք չի, երկու դեպք չի, էլի, որ ասում եմ, ու մի ոլորտ չի, երկուս չի, էլի, տենց շուտ քրեդիտական պարտքը տենց, հա, ես քեզ եմ պարտու, ինձ ու շարունակվում է այդ մատակարարումը, բայց բան չի։ Էս ձեզ սա ցուցիչ է, թե չէ, որ ինչ որ բանի cash flow-ի պակաս կա տնտեսությունում։ Ես կարծում եմ, թե եկամուտներ ծախսեր մարդիկ ցույց են տալի, հա, դրա հիմա վերօրինակ հարկերն աճում եւ այլն եւ այլն։ Բնականաբար այդ cash ինչ որ մի, այսինքն մենք չունենք գոնե ինձ հայտնի չի, հա, մի օղակ էս շղթայում, որ օրինակ ինքը այսպես ասած default-ի եզրինա կանգնած, այսինքն մարդը օգտվում է ծառայությունից, մյուս իր կոնտրագենտը ասում է, որ ես ծառայություն եմ մատուցել, հարկերը վճարում է նույնիսկ, բայց դեռ գումարը չի ստացել փաստացի։ Ես գոնե այդպես մասսայական դեպքի մասին ես ինքս տեղյակ չեմ։ Մեր վիճակագրությունը հրապարակում է իրականում կրեդիտորական նաև պարտքերի ընտրված 7000 ձեռնարկությունների օրինակով, որ իրանց դաշտում են գտնվում։ Մենք կարանք ուսումնասիրենք վիճակագրական, բայց ես իրական հատվածից առնվազն վերջերս մի 4-5 դեպքով այդ նույն բանը արձանագրեցի։ Ես տարբեր առիթներով նաև տարբեր այլ մասնակիցներից լսել եմ այդ մտավախությունները։ Եթե փորձենք ավելի համակարգան լինի, պետք է այդ ոլորտում պետք է մեծ ուսումնասիրություն արվի, հասկանալ, տեսնել։ Մի ուրիշ հարց էլ կա, ես որ ուզում եմ բարձրացնել, նայեք, երբ որ մեր շրջանառությունը ընդհանուր ավելացել է, այդ կրեդիտորական պարտքի մասնաբաժինը կարող է բացարձակ թվերով տեսնենք կրեդիտորական պարտքը աճել է, հա, բայց դա պետք է հարաբերական նայել, բնականաբար դուք ֆինանսների մասնագետ եք, հաշվապահության բնականաբար շատ լավ պատկերացնում եք, որ այստեղ կարևորը այդ լիկվիդայնության գործակիցներն է, որը մենք պետք է նայենք, հասկանանք, հա, իրացվելիության գործակիցները, հա, կազմակերպության, ասենք, ինչ վիճակում է գտնվում։ Հա, ու ինչքան արագ է այդ ցիկլը բանան գալի։ Առանձին ուսումնասիրության առիթ կա, որը իրականում կարելի է ուսումնասիրել հասկանալ։ Գանք հարկերին հրապարակվեց նաև անցած տարվա ամբողջ, չէ, այդ խոշոր հարկ վճարողներ էլի էս ինչ որ բան թեմա էր, ինքը էլի քննարկման թեմա էր, ու էլի, բայց ինքը եթե շատ ուզենանք ինչ որ բաներ մեզ հուշում է, այսինքն ովքեր են մեր չեմ ուզում տենց ամիջական կապեմ հնայի հետ, բայց ինքը նաև որպեսզի առանձին դարակներում դնենք, պետք է ինչ որ բաներ համեմատենք։
էլի խոսույթում հայտնվեց այն, որ այդ խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում հայտնվել են այդ տեխնիկա այտենց խոսակցական ժողովրդն ասում են հեռախոս ներմուծող եւ արտահանող, այսինքն այդ վերաարտահանման բանը չնայած իրանք այտենց շատ չէին, այնտեղ բանկեր էլ կային, հանքարդյունաբերությունը կարծեմ մի քիչ տեղը զիջել էր, չէ, եթե ճիշտ եմ հիշում, բայց էլի հետընկալի են ձեր նախորդ ասացին, որ առևտուր եւ ծառայություն մատուցողները նաեւ խոշոր հարկվճարան շարունակվում է այդ տենդենսը, այդ ներմուծում արտահանում ու դրա արդյունքով է, որ իրանք լավ դիրքեր են պահպանում։ Առանձին դեպքերում բնականաբար շարունակվում է, ես հասկացա ձեր ենթատեքստը, որ կազմակերպություններին է վերաբերում, իրականում կա որոշակի, այսպես ասած, առանձնահատկություն այդ կազմակերպությունների դեպքում, երկու խոշոր կազմակերպություն որ դրանով զբաղվում է։ Մի կազմակերպության դեպքում իրանք բերում են եւ վերաարտանում են, որի դեպքում զուտ ավելացած արժեքի հարկը, որը մենք տեսնում ենք, քիչ ցուցանիշ է ներկայացնում, երկրորդ կազմակերպությունը ինքը բերում է եւ վաճառում է երրորդ կազմակերպություններին Հայաստանի շուկայում, որոնք իրենք են արտանում, ստեցության արդյունքը էլի այդ սահմանափակ ավելացած արժեքի հարկն է, որ կարող գոյանա, հա, այսինքն թե X դրամով բերում է X + դելտա X-ով վաճառում է, այդ դելտա X-ից առաջացող ավելացած արժեքի հարկին մասին է խոսքը գնում։ Այստեղ կներեք էլի, այստեղ բայց էական նշանակություն ունի հիմիկվա, չէ, արտաքին գործոնները։ Այսինքն ժամանակ ես ուզում եմ ասել, որ ամեն դեպքում այդ խոշոր կազմակերպության դեպքում է, որ մենք տեսնում ենք մի քանի տասնյակ միլիարդ հարկա վճարել, վերջի հաշվով իրեն փոխկապակցված ընկերությունը էլի հետ է ստանում։ Ուզում եմ ասեմ, այն հարկերի մեծությունը, որ մենք ունենք, այդ կազմակերպության ազդեցությունը, որտեղ մենք վերջնականը նայում ենք, թե հաշվանցումներով, հա, այսպես ասած, նեթինգի տարբերությունն է, ինչ է կազմում։ Ուզում ասեմ, այդ 1000 խոշոր հարկատուների ցանկը մեզ կարող է որոշակի խաբուսիկ լինել մեր համար։ Միևնույնն է, այդ բարձր թիվը, որ մենք տեսնում ենք առաջի հորիզոնականում գտնվող տեխնիկա ներմուծող հիմնականում ԱԱ-ի գծով ինքն էլ էլի։ Ինքը իրականում մեր են մեծ հարկային եկամուտների վրա սահմանափակ ազդեցություն ունի։ Պետական բյուջեի հարկային եկամուտների վրա այդ գործառնությունը սահմանափակ ազդեցություն ունի։ Հասկացա։ Ինքը ուղղակի խաբուսիկ է, որ մենք նայում ենք ամեն դեպքում դրան էլ ուզում եի կանրադառնալ, ես բանալից ընդհատեցի։ Ամեն դեպքում իր այսպես ասած այտենց հաստատունությունը այս պատկերը ակնհայտ է, որ ինքը մի հատ պատուհան է հիմա այդ բանից ելնելով։ Օգտվում են, բայց այս պատուհանը իզարմանաս ինձ եւ շատերի արդեն 4, նույնիսկ 5 տարի կարող է տևել, ոչ մեկ բնականաբար 2022 թվականին չէր այսքան չէր կանխատեսել։ Այսքան բան կլինի, դա այն հավանականություն կա, կանխատեսման, դա ասենք 10% հավանականություն, որ կտևի, ասենք 4 տարից ավել, հա, ասենք այդ պատերազմական այդ նույն պատուհանի կոնտեքստում մի հատ էլ հարց եմ ուզում տալ, այս վերջերս էլի չեմ մտնում, գիտեմ դուք էլ չեք սիրում այդ թեմաները, տենց քաղաքական գնահատականը չեմ տալիս, ի նկատի Հայաստան ԵԱՏՄ, չեմ առանձնացնում Ռուսաստան, բայց նույն վիճակագրությունը ներկայանում է, որ ԵԱՏՄ-ի մեջ խոշոր այդ մեր արտահանման ծավալի մեջ խոշոր տեղ զբաղեցնում հենց Ռուսաստանի Դաշնությունը։ Ես ամենևին չմտնելով այսպես ասած դիվանագիտական այդ բանի հայ-ռուսական այդ հնչող տենց բաներին, գնահատականներին, էլի 1-2 դեպքով մեր ասոցիացիայի արդեն միջին ու բարձր ընկերություններ, որոնք արտահանում են հենց ԵԱՏՄ-շկա ու մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն, վստահեցնում են, որ ցանկացած այտենց ինչ-որ բան, նույնիսկ խոսակցության մակարդակով բան, մենք զգում ենք մաքսային տեսուչի մակարդակով արտահանելիս ու այստեղ դուք ինքներդ էլի արդեն որպես տնտեսագիտական մասով, որ հաշվի առնելով, որ ակնհայտ է որ թվերով մենք այս պահին կտրուկ շարժումներ առնվազն չպետք է անենք, էլի ոնց է գնահատում էլի այդ մասը, ասենք հիմա տենց մանավանդ որ տենց ԵՄ ուղղվածություն ենք անում, որը շատ լավ է, բոլորս ասենք ամենապարզագույն բանը որ նայենք դա դիվերսիֆիկացման մոտեցում է, բայց եղածի նկատմամբ տենց կտրուկ շարժումները ինչպիսի բաներ կունենան էլի ընդհանրապես ձեր կարծիքը այդ մասով են։ Ես այն մասն եմ նայել ձեր վերլուծությունը հայ-թուրքական սահմանի հնարավոր բանով, այդ մի հատ ուզում եմ առանձին հաղորդում դրա մասին խոսենք, որովհետև այդտեղ շատ լավ վերլուծել էիք առանձին ապրանքային խմբերով, եթե չեմ սխալվում 21 ապրանքային։ Մենք առաջիկայում պլանավորում ենք ավելի մանրամասն ուսումնասիրենք հայ-թուրքական։ Շատ լավ, բայց այդ 24-ին արել էիք աքսեսով, ես 24-ին արել էինք, բայց մենք պլանավորում ենք երևի մինչև սեպտեմբեր
էր մեր հետազոտությունը պատրաստ կլինի։ Շատ լավ, կարող նաև դրան անդրադառնալ, բայց ի նկատի մենք այսպես field visit-ներով մենք փորձել ենք հասկանալ։ Այդ շատ լավ է, ավելի լավ պատկեր կունենանք, բայց նույն այդ կոնտեքստում եթե նայենք, այդտեղ օրինակ ձեր առանձնացված, եթե սխալվում եմ, կներեք 21 ապրանք կար, որոնք ակնհայտ բան էին, էլի, մրցունակ գին էին, անգամներով էժան, նկատեմ գյուղատնտեսական ապրանքներ էին եւ այլն, էլի։ Բայց ես ուզում եմ այդ առանձին հաղորդման քննարկման թեմա դարձնենք, այս մեր հայ ԵԱՏՄ եւ հայ ՌԴ մասնավորապես բաները, կտրուկ շարժումները, այսպես ասած։ Տնտեսագիտության միություն կա, որ կոչվում է պոլիտէկոնոմիկա, քաղաքատնտեսություն կոչված է, եւ ձեր տված հարցը այդ քաղաքատնտեսության ժանրում է։ Մենք ունենք մի իրավիճակ, այո, դուք ճիշտ եք, փաստերը կան, որ Հայաստանը կոնկրետ առևտրային առումով մեծ կախում ունի Ռուսաստանից։ Ես հատկապես ուզում եմ շեշտել ոչ թե վերարտանման գործառույթների արդյունքը, այլ մեր տեղական բուն ծագման ապրանք։ Սովորական ընթացիկ բնականon ռեժիմով։ Իրավիճակ կա, որ անդադար ռիսկը կա։ Անդադար ռիսկը կա, որ ցանկացած մի sense իրավիճակում շահարկելով, չգիտեմ, կարող է կոնյակի ներմուծումը արկել են ջերմուկի մեջ արտանում ներմուծում կոնյակի, նկատի ունեմ Ռուսաստան ներմուծումը դեպի Ռուսաստան սահմանափակեն, ջերմուկի մեջ քիմիական նյութեր գտնեն, հա, կացախաթթուն նույնիսկ վերջին ինչ որ քրեական գործերի հետ կապված։ Մենք տեսնում ենք այս ռիսկը կա անդադ ամեն մի, այսպես ասած, տեղին կամ ոչ տեղին առիթին այս գործիքը կիրառվում է։ Ինչ պետք է անենք մենք։ Մենք բնականաբար այդ ռիսկը հաշվի առնելով պետք է փորձենք դիվերսիֆիկացնենք։ Ես նախ այն տեսակետի կողմնակից չեմ, որ Ռուսաստանն ասած կորոշի անմիջապես սահմանը կփակի։ Նախ դա իրանց ձեռք չի, դա երկու պատճառով, որովհետև Հայաստանը այն նեղ արահետներից մեկն է դարել, որ այսօր Ռուսաստանի տնտեսությունը շփվում է համաշխարհային տնտեսության հետ։ Այդ առայժմ, այս պատուհանային երկրորդ իրավիճակում, երբ որ Ռուսաստանը խնդիր ունի Հայաստանին պահելու իր ազդեցության ծիրում։ Եվ որպեսզի պահի այդ ազդեցության ծիրում, ինքը երբ որ սահմանափակի առևտուրը, դա իրենից հետ է մղելու։ Ասում եմ, այդտեղ եկեք չմտնենք, որտեղ այդ արդեն գալիս է այն ձեր ասած պոլիտ մասը, էկոնոմիկայի ազդեցությունը ասած ինչա։ Ես նկատի ունեմ, որ ես ռեալ պարոն Ֆանյան, ինքներդ էլի իրականությունից այդքան հեռու չեք, ցավոք սրտի մեր հաղորդումն լավ թեմա բացեցինք, բայց հաղորդման վերջում իրական մենտալիտետի ու բանի մենտալիտետ կարծում եմ բոլորին հասկանալի է։ Հա, այսինքն տեղի հարց ունենք։ Ես ելի եմ կրկնում, ամենևին դեմ չեմ ոչ միայն ԵՄ, ընդհանրապես դիվերսիֆիկացված բան, բայց դա ախր մի քանի տարվա, ընդ որում Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ ասաց, որ ցանկացած բան, նույնիսկ այդ փոփոխություններ, դա մի քանի տարվա տնային աշխատանքի հարց է, այսինքն ես իմ հարցը բան կտրուկությունն է։ Ավակյան, ես ձեր հետ սուսուփուս տնային աշխատանք անելու հարց է։ Օրինակ ձեր հետ օրինակ ես նաև իմ տարբեր ելույթներում առիթ եմ ունեցել ասելու, որ դիվերսիֆիկացիայի ուղղված քայլերը բավարար գնահատել անհնար է, այսինքն այն քայլերը, որ եթե մենք տեսնում ենք այս ռիսկը կա, այս ռիսկը գնալով ահագնանում է, այսինքն մենք դիվերսիֆիկացիային ուղղված մեր միջոցները պետքա բազմապատկենք մի քանի անգամ, այն արտանման գործակալությունը պետքա ստեղծենք կամ այդ ֆունկցիան զարգացնենք։ Եթե մենք տեսնում ենք մի հատ ռիսկ կա, գնալով դա ուժեղանում է, մենք չենք կարող ուղղակի դրա մեղման միջոցները, այդ մեղման միջոցները այնպես չի որ մենք ենք հորինել, հա, ամբողջ աշխարհը գնում է դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպիսին Ֆրանսիան է, Գերմանիան է, իրանց կախվածությունը Ամերիկայի տնտեսությունից նվազեցնելու համար դիտարկում են այլ երկրներ եւս։ Հետո որ մեր դեպքում թվում է թե այդ ձգտումը պետք է շատ ավելի ուժեղ լինի։ Այս ուղղությամբ քայլերը բայց ոչ sense կտրուկ իմ հարցը հետ է, կտրուկ հայտարարություններով։ Թե նկատնում այտենց Ընդհակառակը ես կտրուկ չեմ համարում։ Այսօր մեր իշխանությունները փորձում են մաքսիմալ, օրինակ եթե հարցը դրված է պայմանական թրիփի գործարկման համար երկաթուղի կոնցեսիայի հարցը, որ ես կարծում եմ, որ երկաթուղի կոնցեսիայի հարցն է իրականում էս ամեն ինչի բանում գնում, ես կարծում եմ, որ ցանկացած գնով ես շեշտում եմ ցանկացած գին մի քիչ կարող շատ sense պաթետիկ ընցի խիլամտության սահմաններում, հա, եթե առևտրային մեր հոսքերը սահմանափակվեն եւ այլն, նույնիսկ այդ գնով մեզ պետքա ապահովել երկաթուղու անցումը, այսինքն Նախիջևանից ոչ թե երկաթուղին գնա միանգամից Թուրքիայի տարածքով Կարս, այլ Հայաստանի տարածք մտնի, իսկ Հայաստանի տարածք մտնելու համար պետքա որ հայկական
կոնցեսիոներ լինի կամ գոնե ոչ ռուսական կոնցեսիոներ լինի։ Եվ այս դեպքում օրինակ նույն ղազախական կոնցեսիոների ներմուծումը այն ոչ կտրուկ քայլն է, կտրուկ քայլ են կլներ օրինակ եթե դա ես օրինակ նույնիսկ համաձայն կլինի ԱՄՆ-ին տալու։ Այդ բոլոր ամեն ինչը հաշվի առնելով։ Բայց այստեղ մեր իշխանությունները կարծես թե գնացել են քիչ ցավոտ տարբերակով, փորձում են երրորդ երկրներ ներգրավել, ոնց որ Ղազախստանը։ Շատ լավ, ցավոք սրտի մեր հաղորդումը այս եթերը մոտեցավ ավարտի, բայց շատ հետաքրքիր թեմա սկսեցինք խոսալ։ Ամեն դեպքում ասում ես այդտեղ վախենում եմ կիսեմ այդ վերջի ձեր ասած կարծիքը, որովհետև ես էլ առաջնորդվում եմ իրատեսականությունից, ի նկատի մեր բիզնես եւ մշակույթի եւ պատրաստվածության եւ սերտիֆիկացման եւ որակի մշակույթից, դրա համար մի քիչ վախում եմ այդտեղ բանանամ, ոչ թե մի քիչ կոնկրետ այդ ձեր ասած մասով։ Պարոն Ավագյան, դուք խոսում եք երեկվա այսօրի մասին, ես խոսում եմ վաղվա մասին։ Շատ լավ, ես էլ եմ խոսում վաղվա մասին, բայց իրատես այդ վաղվան իմ ասածը շատ པարզ է, պետք է մի քանի տարվա, ընդ որում 10 առնվազն մի դեկադա էլի 10 տարվա եւ այլն աշխատանք է պետք դրան հասնել ու այդ դրանցից մեկը մեր խոսակցության սկզբին որ մենք խոսեցինք պետական աջակցության ծրագիր ՓՄԶ-ի, որին դու կարողանաս փոխես իր մշակույթը ոչ թե միայն ռուսական շուկա, այլ նաեւ եվրոպական, բայց այս պահին երբ որ գնահատում եմ իմ կարծիքով, բայց սա իմ կարծիքն է, կարող ենք այդ մասով հետո քննարկում անել, իրատեսական չի այդ նույնիսկ կտրուկ անելը։ Ամեն դեպքում ավարտելով այսօրվա մեր թեման, շատ շնորհակալ եմ, որ հյուր եկաք, վերջում ինչ ունեք ասելու մեր նախընտրական տնտեսական ծրագրերով, եթե ինչ-որ բան ունեք ավելացնելու, ընդհանուր բոլորին քաղաքական թեմերին։ Մենք շատ տարբեր թեմաներից խոսեցինք, բայց քանի որ դուք ինձ քաղաքական նախընտրական ծրագրերի հարցն եք բացել, իմ խոսքը ավելի ինձ գիտեք մեկ ցավը մասնագիտական պատճառով որ հենց տնտեսագետներն են փորձում մեր տնտեսագիտությունը օգտագործել մանիպուլացնելու մարդկանց։ Ես գիտեմ մարդիկ, որ վստահաբար երբ որ sense փակ ինչ որ բան նստենք խոսենք, իրանք այլ կարծիք են արտահայտելու, հա, բայց էկրանների առաջ այլ կարծիք են արտահայտում։ Ես կառաջարկեի լինել ավելի ոնց ասեմ պրոֆեսիոնալությունը քաղաքական նպատակահարմարությանը զոր չսարքել։ Շատ լավ։ Այսքանն էր այսօրվա մեր հարկեր турքերը, կհանդիպենք, լավ եղեք, շնորհակալություն։